Նախ դարձյալ մոսկովյան վերջի այցի մասին վարչապետն ասում է, Ռուսաստանի նախագահի հետ կուլիսային հանդիպում չի եղել, տեսախցիկներից հեռու միայն ճաշի սեղանի շուրջ են նստել։ Փաշինյանը վերահաստատում է իր գնահատման Պուտինի հետ այն շփումը դրական է եղել, իսկ մյուս բոլորը ազատ են իրենց գնահատականների մեջ։ Այն ինչ որ ես ասել եմ, նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումներ այդ դահլիճում, ոչ մի նոր բան ես Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում չեմ ասի։ Ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք երկխոսության բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու եւ շարունակելու ենք այդ ճանապարհով։ Ի պատասխանում օրակարգում թևածող հարցի, ինչպես հենց Փաշինյանն է ձևակերպել, Մոսկվայից հայտարարել են, թե չեն բանակցում ոչ Երևանի, ոչ էլ Աստանայի հետ հայկական երկաթուղիների ռուսական կառավարումը Ղազախստանին վաճառելու շուրջ։ Բայց հիմա Երևանում է Ղազախստանի արտգործնախարարը։ Երևանը, թեպետ ըստ Փաշինյանի շարունակելու է Ռուսաստանի հետ բարեկամական երկխոսությունը, այս հարցում Մոսկվայի խոսքից կանցնի արդյոք առանձին հայ-ղազախական շփումներում այնուամենայնիվ կա երկաթգծի հարցը, թե ոչ։ Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել եւ ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության համենայն դեպս այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը, իսկ Ղազախստանը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի վերաբերյալ։ Նախքան Երևան հասնելը Աստանայի գլխավոր դիվանագետի պատվիրակությունը Բաքվում էր, Ալիևի հետ քննարկել են թրիփի հարցերը։ Սյունիքով անցնելիք այն նույն թրիփ խաղաղության ու բարգավաճման երթուղու, որը բացառապես հայ-ամերիկյան նախագիծ է։ Երրորդ երկրներն ինչու են այն քննարկության առել։ Լրագրողի հարցին Փաշինյանը օրինակով է արձագանքում։ Որ տրանսպորտը որևէ երկիր իր մի սահմանից ապրանքը վերցնում է, տանում է մյուս սահման։ Չէ՞, այսինքն Չինաստանից վերցնում է, ենթադրենք տանում հասցնում է Ադրբեջան։ Իրան հարկավոր է հասկանալ Ադրբեջանով ոնց կարա շարունակվի, ինչ տարբերակներ կան։ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության շուրջ համաձայնության են եկել ըստ Փաշինյանի, նախ յուրաքանչյուրն իր անվտանգությունն ապահովելու նպատակով, բայց եւ այսպիսով նույն լծակն է ստեղծել նաեւ դիմացինի համար, ասում է Փաշինյանը։ Ուրեմն եթե խաղաղությունը հաստատված է, ինչու Բաքվում որոշեցին Երևան չգալ առաջիկա աշնանը, եվրոպական քաղաքական համայնքի ժողովին մասնակցելու։ Վարչապետը այստեղ հիշեցնում է նախորդ տարի էլ COP գագաթնաժողովն էր Ադրբեջանում, ինքը չգնաց։ Այս էլ են դեպքն, կներեք, որն չի որ արկելակը սեղմեցիր, վերջ։ Վերջ եկեք ժողովուրդ ջան, արձանագրենք, որ մենք արդեն մոտ 40-ամյա թշնամանքի մասին ենք խոսում։ Այսինքն այդ 40-ամյա թշնամանքը տենց բան է, որ ասենք անջատիցը անջատեցինք եւ վերջ։ Փաշինյանը նաև վստահ չէ, թեկուզ այս տարի էլ, երբ արդեն նախաստորագրված խաղաղությունը կա, ի տարբերություն COP գագաթնաժողովի ժամկետների, եթե Բաքվում հավաքվեն եվրոպացի քաղաքական գործիչները, ինքն Ադրբեջան արդյոք կգնար։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի արտգործնախարարությունը վշտացած է Լիբանանին հասցված հարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի եւ ավելի քան 1000 վիրավորների մասին լուրերից։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության X-ում տեղադրված հաղորդագրության մեջ ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին եւ շուտապույտ ապաքինում մաղթել վիրավորներին, հույսով, որ բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն։ Լիբանանի վրա Իսրայելի լայնածավալ հարձակումների հետևանքով 254 մարդ է զոհվել, վիրավորների թիվը մոտենում է 1000-ի։ Դեռևս շարունակվում են քաղաքացիներին փլատակներից դուրս բերելու աշխատանքները։ Երկրում այսօր հայտարարվել է ազգային սգո օրհի հիշատակ իսրայելական ավիահարվածների զոհերի։ Նախագահական պալատում իջեցվել են ազգային դրոշները։ Իսրայելական բանակի լայնածավալ ավիահարվածներից տուժել են Բեյրութը, Բեքայի հովիթն ու հարավային Լիբանանի տարածքները։ Ըստ Reuters-ի զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է մայրաքաղաք Բեյրութում, թվով 91 զոհ։ Մարտի 2-ից ի վեր, երբ Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ, զոհերի ընդհանուր թիվը անցել է 1800-ը, իսկ վիրավորներինը 5873-ը։
Պակիստանում Իրանի դեսպան X-ի իր էջում հեռացրել է այն հրապարակումը, որում նշվում էր, թե ապրիլի 9-ի երեկոյան նախատեսում է իրանական պատվիրակության ժամանում է Իսլամաբադ, Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելու համար։ Իրանական պատվիրակությունը ապրիլի 9-ի երեկոյան կժամանի Իսլամաբադ, Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար, հայտնել է Պակիստանում Իրանի դեսպանը։ Չնայած իսրայելական կողմից հրադադարի խախտումների պատճառով առաջացած թերհավատությանը, իրանական պատվիրակությունը երեկոյան կժամանի Իսլամաբադ։ Պակիստանի վարչապետի հրավերով բանակցությունները կընթանան Իրանի առաջարկած 10 կետերի հիման վրա, գրել է նա։ Իրանը Հորմուզի նեղուցում ներկայացրել է այլընտրանքային նավագնացության ուղիներ խուսափելու այն տարածքներից, որտեղ տեղակայված են ծովային ականներ։ Հորմուզի նեղուցով անցնելու մտադրություն ունեցող բոլոր նավերին տեղեկացնում ենք, որ ծովային անվտանգության սկզբունքներին համապատասխանելու եւ ծովային ականների հետ հնարավոր բախումներից պաշտպանվելու համար նրանք պետք է ընտրեն այլընտրանքային նավագնացության ուղիներ Հորմուզի նեղուցում, ասված է հայտարարության մեջ։ Իրանի շրջակայքում ռազմանավերի եւ զորքերի քանակը մեծացնելու մտադրության մասին է հայտարարել Թրամփը։ Դա տեղի կունենա այն դեպքում, մինչև չկատարվի իրական համաձայնագիրը, հայտարարել է Թրամփը։ Եթե որևէ պատճառով համաձայնությունը կյանքի չկոչվի եւ դա տեղի չունենա, ինչը շատ անհավանական է, ապա կսկսվի կրակոց ավելի մեծ, ավելի լայնածավալ եւ ավելի հզոր, քան երբևէ։ Հորմուզի նեղուցն էլ կբացվի ու ավելի անվտանգ կլինի։ Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև թյուրըմբռնում կա եւ Վաշինգտոնը Թերանին համաձայնություն չի տվել Լիբանանի հրադադարի մեջ ներառելու համար։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները չի կատարի հրադադարի իր մասը, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ղալիբաֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հրադադարի հաստատման 10 կետերից 3-ը արդեն խախտվել է, ինչն անիմաստ է դարձնում խաղաղության շուրջ բանակցությունները։ 2023-ի սեպտեմբերի 19-ից 20-ը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված եւ եռաբլուր զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքների կտրամադրվի փոխհատուցում։ Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ Որոշման մեջ նշված է, որ փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով եւ նախընտրած ձևով են պատրաստել եւ տեղադրել շիրմաքարերի լրակազմերը կամ դրանց բաղադրիչները։ Նախնական հաշվարկով փոխհատուցումը կկազմի 10 միլիոն դրամ։ Իրանից ապրանքների ներմուծումը Հայաստան ավելի հեշտացնելու համար կառավարությունը նոր որոշում է ընդունել, որի համաձայն այս տարվա ընթացքում Իրանից ներկրվող որոշ գյուղատնտեսական ապրանքներ կարող են մուտք գործել Հայաստան առանց մաքսատուրքի, սակայն դա կգործի միայն սահմանված քանակների սակագնային քվոտաների շրջանակում։ Ներմուծման թույլատրելի ծավալները կբաշխի կառավարությունը, իսկ լիցենզիաները կտրամադրի Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Կառավարությունում համոզված են, որ այս որոշմամբ պետությունը միաժամանակ կխթանի ներմուծումը ու նաև կպահի շուկայի հավասարակշռությունը։ Գյուղացիներին Հայաստանի կառավարությունը մինչև 3 տարի ժամկետով անտոկոս վարկ կտրամադրի։ Էկոնոմիկայի նախարարը նախագիծը ներկայացնելիս նշել է, որ այս քայլը կօգնի հավելյալ արդյունավետություն ապահովել աշխատանքներում եւ բարձրացնել գյուղատնտեսական ու վերամշակված արտադրանքի ծավալները։ Վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով, յուրաքանչյուր շահառուի համար առավելագույնը 2 միլիոն դրամ։ Ծրագիրը 2026 թվականին նախատեսում է տրամադրել մոտ 40 միլիարդ դրամի վարկ, որի սուբսիդավորման համար կպահանջվի մոտ 2 միլիարդ դրամ։ Կառավարությունը որոշել է մինչև 250,000 դրամ փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, որոնց ուղիղ կամ տարանցիկ չվերթները մերձավոր արևելքում ռազմական գործողությունների պատճառով չեղարկվել են։ Փոխհատուցումը կվճարվի այն դեպքում, երբ քաղաքացին ստիպված է եղել գնել նոր տոմս կամ կատարել վճարովի փոփոխություն, ըստ փաստացի ծախսված գումարի, սակայն ոչ ավելի 250,000 դրամը։ Որոշումը տարածվում է 26 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ը Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Քուվեյթ եւ Իսրայել ուսման նպատակով մեկնած քաղաքացիների վրա։ Իրանում պատերազմական գործողությունների պատճառով Հայաստան ներմուծվող 45 տրոլեյբուսների համար ժամկետների ուշացում կլինի։ Տրոլեյբուսների համար նախատեսված գումարը տրամադրել էր Հայաստանի կառավարությունը։ Քաղաքապետ Ավինյանը հայտնել էր, որ տրոլեյբուսները Երևան կհասնեն մայիսի կեսերին։ Փաշինյանը անդրադառնալով Երևանում տրանսպորտի վիճակին կարևորել է մետրոյի Աչափնյա կայարանի կառուցման ծրագիրը։ Կարձանագրենք, որ վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել եւ շահագործման չի հանձնվել, եւ սա էլի շատ մեծ նախագիծ է, բայց որ այդ նախագիծը իրականացվելու է, այդտեղ երկու կարծիք չկա, ժամկետները մենք բոլորս ուզում ենք հնարավորինս կարճ լինի, բայց ռազմավարական մտածածն այն է, որ ի վերջո մետրոն շրջանաձև տեսք պետք է ստանա, ինչի արդյունքում նաեւ
ըստ ամենայնի երթևեկության տրամաբանությունները կփոխվեն եւ արդյունավետությունները կմեծանան։ Երևանում խցանումների խնդրի շուրջ ստացվում են բազմաթիվ ահազանգեր եւ ստեղծվել է աշխատանքային խումբ, կառավարության նիստում հայտարարել է Փաշինյանը։ Նրա խոսքով լուծումների մեջ պետք է ներգրավվի նաեւ արհեստական բանականությունը, սակայն պետք է ընդունել, որ քաղաքը անվերջ չէ։ Վարչապետը հարց է ուղղել քաղաքապետին, արդյոք կա իրատեսական լուծում։ Քաղաքապետն էլ նշել է, որ շուտով կքննարկվի Երևանի թիմ նոր օրենքը, որը թույլ կտա արտապատվիրակել քարշակ ծառայությունը սխալ կայանման եւ օրինազանց վարորդների դեպքում։ Նրա խոսքով խցանումների երկու հիմնական պատճառ կա՝ ավտոմեքենաների աճը եւ վարելու սխալ մշակույթը։ Քաղաքապետի ընդգծմամբ լուծումը հանրային տրանսպորտի գերակայությունն է, առանձնացված գծերով եւ առավել հարմարավետ պայմաններով։ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է գործարկել Yes Parking բջջային հավելվածը, որն ուղղված է ավտոկայանատեղիների կառավարման գործընթացը պարզեցնելուն։ Օգտատերերը կարող են հավելվածին կցել բանկային քարտ եւ անմիջապես հենց քարտից վճարել կայանման համար։ Ծրագրով նաեւ հնարավորություն է տրվելու վարորդներին տեսնել քաղաքի ազատ կայանատեղիները եւ այդ հատվածներում ծանրաբեռնվածության մակարդակը։ Մասնագետների կարծիքով հավելվածի կիրառման դեպքում էլ ազատ կայանատեղիներ փնտրելու պատճառով առաջացող խցանումները չեն վերանա։ Անհրաժեշտ է երթևեկության կարգավորումներ իրականացնել, օրինակ վարորդները մեքենաները վարեն կանոններին համապատասխան եւ փողոցներում հավելյալ խոչընդոտներ չստեղծեն խցանման ժամանակ մուտք գործելով խաչմերուկ։ Խնդիրը հետևյալն է, որ մի քիչ երթևեկության կարգավորում պետք է անենք, մի փոքր պետք է վարորդների կուլտուրան բարձրանա, մեր կարգավորումները այնպես չի արած, որ ավելի արագանա երթևեկությունը, կայանան տեղ չկա։ Հիմա App-ով տեսնես չկա, թե վիզուալ տեսնես որ չկա, ինչ տարբերություն։ Կայանատեղիներից խնդիրը կա, որ կայանատեղիներից խնդիրը չլներ, հավելայել ով որտեղ պատահել չի կայանում մեքենան։ Եթե այդ համակարգը միտվածա որ լրացուցիչ կայանատեղի գտնես, դա չի կարող սանման խնդիր լուծել։ Մոնետիզացիայի միջոցով եկամուտ ստանալու հնարավորությունը YouTube-ում թվային եւ մեդիային բովանդակություն ստեղծողների շրջանում շարունակում է քննարկվող թեմաներից մեկը մնալ։ Սակայն մոնետիզացիան ունի նաեւ իր առերևույթ անտես դժվարությունները, թեև շատերը կարծում են, որ տեսանյութ կամ շորթ հրապարակելը արագ եկամուտ է ապահովում, մասնագետները սակայն հիշեցնում են, որ ալիքը մոնետիզացնելու համար անհրաժեշտ է տևական ժամանակ, քանի որ մոնետիզացիան ակտիվացնելու համար ալիքները պետք է որոշակի պայմաններ բավարարեն, օրինակ ունենան 1000 բաժանորդ եւ 4000 դիտում վերջին 12 ամսում կամ շորթ տարբերակով 10 միլիոն դիտում վերջին 90 օրում։ Մասնագետները պնդում են, որ մոնետիզացիան միացնելուց հետո ամենատարածված սխալը այն է, երբ մարդիկ օգտագործում են ոչ լիցենզիոն կոնտենտ։ Այդ կոնտենտի հեղինակները կամ ավտոմատացված կոնտենտ ID մատչերով, որևէ այդպիսի եղանակով կամ ձեռքով բողոքներ են ներկայացնում եւ հետո դրա հետևանքով օգտահաշիվը կոնկրետ վիդեոյի մոնետիզացիան կարող է անջատվել կամ նայած բողոքների քանակից ու պարտությունից կարող է նույնիսկ ընդհանրապես մոնետիզացիայի ձեռքել։ Եթե մարդ ունի ալիք եւ ուզում է մոնետիզացիան աշխատացնի, մտնի ու մանրամասն կարդա թե ինչն է YouTube-ը համարում սխալ, չի թույլ տալիս մոնետիզացնել։ Մասնագետների խոսքով այն երաժշտությունը, որն օգտագործվում է մյուս սոցիալական հարթակներում, այստեղ կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ մեկ հարթակի համար երաժշտությունը կարող է լինել լիցենզավորված, իսկ մյուսում կարող է արձանագրվել հեղինակային իրավունքների խախտում։ Նրանք ասում են, որ արհեստական ճանապարհով դիտումներ ավելացնելը նույնպես կարող է առիթ լինել, որպեսզի կայքը արգելափակվի։ Ինդոնեզիայում, Մալազիայում դիտումների ֆերմաներ կան։ Հեռախոսները շարած են ինչ-որ մի հատ անգարում, վրաները սկրիպտ աշխատում, որով ավտոմատ բացում է ձեր էջերը, փակում է կամ YouTube-ները եւ գովազդա պատտասնում։ Մի քանի կոպեկով ձեր լիքը դիտում են ավելացնում, բայց YouTube-ը ավտոմատ վերահսկման մեխանիզմներ ունի։ Դա կարող է շատ արագ նույնականացնել եւ արգելափակել։ Մասնագետները ասում են, որ YouTube-ի ալգորիթմները բավականին շատ են։ Տեսանյութերի առաջ խաղացման հիմնական սկզբունքները ըստ մասնագետների նրանք են, որ հոլովակները պետք է ունենան հետաքրքիր նկարագրական վերնագիր, տեքստային մանրամասն բացատրություն եւ էջի ակտիվությունը պետք է շարունակական լինի մեկնաբանությունների տարածումների եւ հավանումների տեսքով։ Ալիքներից մեկում տեսնում եմ ինչ-որ եկամտի ավելացում, բայց չեմ կարող հստակ ասել դա այն պատճառը, որ արդեն Հայաստանում դիտումներն են մոնետիզացվում, թե ուղղակի քան որ Հայաստանում հիմա ինֆորմացիոն
խոսքը արագացել է, դիտումները առհասարակ աճում եւ մոնետիզացվում են այլ տեղերից, դերևս չեն կարողանում կողմնորոշվել։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ինչ-որ փոփոխություններ ընթացքի մեջ են։ Այսպիսով YouTube-ում մոնետիզացիան շարունակում է մնալ իրական եկամուտ ստանալու հնարավորություն, սակայն այն պահանջում է ոչ միայն ժամանակ, այլև հստակ կանոնների պահպանում եւ հետեւողական աշխատանք։ Մասնագետները հիշեցնում են, արագ արդյունքի ակնկալիքը հաճախ կարող է հանգեցնել սխալների, որոնք ոչ միայն կդանդաղեցնեն աճը, այլև կարող են վտանգել ամբողջ ալիքի գործունեությունը։ Փոփոխվող ալգորիթմների եւ շուկայի պայմաններում հաջողության հասնելու համար առանցքային է դառնում որակյալ եւ վստահելի բովանդակության ստեղծումը։ Հակասանիտարական վիճակ է Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի թիվ 98 շենքի տարածքում։ Նկուղներում մոտ 1 մետր խորությամբ կոյաջրեր կան։ 4 մուտքանի 9 հարկանի շենքի մոտ 200-ից ավելի բնակիչ 10 տարուց ավելի փորձում է շենքը փրկել հակասանիտարական վիճակից։ Էլեկտրա շիթերը նկուղներում ա դրած։ Հիմա այստեղ աստված չանի։ Կարճ միացում մի բան լինի, էլեկտրոցանցը ինչ պիտի անի։ Լիֆտի այսպես քանդված է նստած։ Общий կոյողին է փակված։ Այստեղ նոր բնակիչ է, բայց ես որ գալիս եմ, մինչև 5-րդ թան այդ հոտը սպանում է։ Հələ համառը ավելի շատ կլինի։ Շենքի նստվածքը Ընդ որում գարշաուտն այնքան ուժգին է, որ տարվա բոլոր եղանակներին է զգացվում, բնակիչները պատուհան բացել չեն կարողանում, երեխաներն էլ բակ իջնել։ Ժողովուրդ, այս նկուղները ամբողջությամբ լցված է կեղտա ջրով։ Վերջին անգամ երբ եք դիմել։ Վիոլա ջուր, մարզպետարան։ մի ամիս առաջ քաղաքապետարան է գնացել։ Քաղաքապետարանը գնացել եք, ինչ են պատասխանում։ Պատասխանել են, որ մոտ ժամանակներս կսարքի ամեն ինչ կար։ Բազմից են դիմել Կոտայքի մարզպետարան, Հրազդանի քաղաքապետարան, Վեոլիա ջուր, բայց այլևս հանդուրժել չեն ցանկանում բնակիչները, պատրաստվում են բողոքի ակցիաների Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի մոտ։ Ապրիլի 8-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Լոռու մարզում Վանաձոր Սպիտակ ճանապարհին բախվել են 42-ամյա Հովանես Ալեքսանյանի վարած երկաթե պարագաներով բարձված դավ բեռնատարն ու 30-ամյա Թաթուլ Տոնոյանի վազ 21014-ը։ Վերջինը ու նրա 26-ամյա ուղևորը Կարմեն Բաբայանը տեղում մահացել են։ Երկու հոգու օպերատիվորեն ժամանակ Սպիտակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, հետո տեղափոխել Սպիտակ բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի բարեկները։ Իդեպ մահացածները պաշտպանության նախարարության ծառայողներ են։ Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանող հատուկ տարածք։ Ապրիլի 9-ին Լոռու մարզում Նիսան Մուրանոն Դիլիջան Վանաձոր ճանապարհին Լերմոնտովո բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել, հայտնվել ձորում։ 4 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, Լոռու մարզային շտապօգնության բրիգադներն ու Վանաձոր բժշկական կենտրոնի բժիշկները, նաև փրկարարծարայության Վանաձորի շրջի փրկարարական ջոկատի փրկարարները տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վարորդն ու 3 վիրավորները ծառայում են պաշտպանության նախարարության Զորամասում։ Ապրիլի 7-ին Երևան Մեղրի ճանապարհին 45-ամյա Վիլենը Hyundai-ով բախվել է հողաթմբերին ու գլխի վայր մասամբ հայտնվել երթևեկելի գոտու։ 2 հոգի վնասվածներով տեղափոխվել են Վայոց-Ձոր բժշկական կենտրոն, օպերատիվորեն ժամանել են փրկարարծարայության Եղեգնաձորի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Վայոց-Ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։